Աշտարակ համայնքի Օրգով գյուղի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում։ Բժշկական եզրակացության համաձայն երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։ Այս դեպքը վերջին օրերին համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել։ Մասնավորապես հետաքրքրում էր, թե ինչպես եւ որտեղից կարող էր երեխայի օրգանիզմում թմրամիջոցի հետք լինել։ Հունիսի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ընդգծեց, այս դեպքը մեր օրերում եզակի է եւ մտահոգիչ, ձեռնպահ մնալով մանրամասներ հայտնելուց։ Որևէ վարկած կարող եք ասել ինչ է տեղում։ Տարբեր հանգամանքներ են քննարկվել, քանի որ էքսկուրսիայի են գնացել տվյալ դասարանով, ուսուցիչները եւս ուղեկցել են, տարբեր վարկածներ կային կապված միջավայրի հետ, բայց այս պահին թույլ տվեք ձեռնպահ մնալ որևէ բան հայտարարելուց, որովհետեւ ի սկզբանե որոշ վարկածներ կային, որոնք հերքվեցին։ Դրա համար մի փոքր աշխատենք ավելի ինտենսիվ, շարունակենք աշխատանքը, անպայմանորեն կհանրայնացնենք։ Դպրոցում էլ ինչ որ Ոչ, նմանատիպ դեպք չունենք, բայց միանշանակ է, որ ամբողջ դասարանին ենք նաև ուշադրության կենտրոնում պահել եւ դպրոցին, որպեսզի հասկանանք ռեալ պատկերը ինչպիսին է եւ եթե կա լրացուցիչ այլ անձ ներգրաված թեմայում։ Դեպքը ամբողջ իրավական համակարգի ուշադրության կենտրոնում է, վստահեցրեց նախարարը։ Ըստ համացանցում շրջանառվող լուրերի, երեխան չի ճանաչում ծնողներին։ Արփինե Սարգսյանի խոսքով տուժածի վիճակում ներկայումս որոշակի փոփոխություններ կան։ Այս պահի դրությամբ երեխայի վիճակը ըստ մեր տեղեկությունների արդեն իսկ փոփոխության է ենթարկվել, որոշակի շփումներ նաև եղել են, երեխան ինքը որոշակի տվյալներ է նաև հաղորդել, բայց հաշվի առնելով թեմայի նրբությունը եւ զգայունությունը հարգելի գործընկերներ, ես առաջարկում եմ այլևս անդրադարձ չկալ։ Հայտնի տվյալներ թե 3 տիկին նախարար նախապես գրված էր։ Բժշկական հաստատության հետ եւս աշխատում ենք, դա նախարարության տիրույթում չի գտնում, որպեսզի ես վերջնական այս պայծրությամբ տվյալները հանրայնացնեմ եւ կարծում եմ ճիշտ էլ չէ վարույթի շրջանակներում առողջական վիճակի մասին որևէ տվյալ իմ կողմից հանրայնացնել, ես այսքանով եզրափակեմ։ Անդրադառնալով առհասարական չափահասների շրջանում իրավախախտումների ներքին գործերի նախարարը մեջբերեց 2025-ի ամփոփիչ զեկույցը, որտեղ հստակ նշվել էր, պատկերը մտահոգիչ չէ։ Անչափահասների մասով որևէ մտահոգիչ պատկեր չունենք, որովհետև մեր վիճակագրական բազան մշտապես մինչև 10 դեպքի շրջանակներում է տատանվել վերջին տարիներին եւս։ Ես բազմիցս նաեւ շեշտել եմ սրա կողքին, որ ինձ համար կարևոր է կենտրոնանալ անչափահասների եւ երիտասարդության վրա, որովհետեւ նրանք են ձևավորում առաջիկա տարիներին հանրային անվտանգության այն մակարդակը, որը որ մենք ունենանք, եւ կարևոր է, որ այս հատկապես հատվածում այս անձանց նկատմամբ հսկողությունը շատ ավելի ուժեղ լինի եւ եթե կա անհանգստացնող դրվագ, դա մինչեւ վերջ մենք կարողանանք բացահայտել, շղթան հասկանալ, որ հետագայում նման դեպքերը ավելի ճշգրիտ կարողանան կանխարգելել։ Ճեպազրույցում Արփինե Սարգսյանն անդրադարձավ նաև ընտրություններին։ Նախարարի խոսքով գործընթացը եղել է արդար եւ թափանցիկ, իսկ համացանցում տարածվող լուրերը շատ դեպքերում փաստերով հիմնավորված չեն։ Բոլոր քաղաքական ուժերը ունեցել են պայծառ պայմաններ քարոզարշավի իրականացման համար եւ անկախ նրանից թե որ քաղաքական ուժի կողմից է իրականացվել որևէ ինչ որ process կամ որ քաղաքական ուժի նկատմամբ է իրականացվել որևէ process, բոլոր հարցերը արձանագրվել են, հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմնին, իրականացվում են այս պայծրությամբ անհրաժեշտ միջոցառումները։ Հերմինե Միքայելյան, Սյունիք լուրեր։